Աշտարակ խոշորացված համայնքի Օշականի սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ եւ եկեք բուրըն ծափերով մի հատ իրար ողջունենք։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ այս անձրևային եղանակին եկել եք հանդիպման եւ իջալոց 7 անցկես էլ աշտարակում մեր մեծ հավաքը հույս ունեմ, ովքեր ժամանակ, տրամադրություն, հնարավորություն ունեն, թող գան։ Ժողովուրդ Օշականը մեր ինքնության եւ մեր պետության, մեր պատմության կարևորագույն առանցքներից մեկն է, մեր ինքնության կարևորագույն վայրերից, բնակավայրերից մեկն է։ Օշականում ամփոփված մեր ինքնության ամենամեծ հեղինակներից մեկի Մեսրոպ Մաշտոցի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մարմինը եւ ես ուզում եմ այսօրվա մեր հանդիպումը սկսել հայերեն առաջին թարգմանված կտորով առակով, գիտեք որ առակած գրքի առաջին համարն է Մեսրոպ Մաշտոցը առաջինը թարգմանել եւ ես կարծում եմ որ սա շատ մեծ ուղերձ ունի իմիջայլոց շատ մեծ ազդեցություն է թողել այդ ամեն ինչը վերջին տարիների մեր քաղաքականության վրա եւ բայց դա ձեզ կփոխանցեմ աշխարհաբարով որովհետեւ մի անգամ իրադարձություն եղավ դες դպրոցականների հետ է հանդիպում եւ նրանց հարց տվեցի, ասի երեխեք, իսկ ո՞րն է հայերենի առաջին նախադասությունը, գիտեք հայերեն առաջին գրավոր նախադասությունը ո՞րն է եղել, երեխեքը հիմնականում գիտեին, ասում էին ճանաչեց իմաստություն եւ սխրատ, ասի ո՞րն է եղել երկրորդ նախադասությունը, արդեն երեխեքը չգիտեին, իսկ ասի ի՞նչ է նշանակում ճանաչեց իմաստություն եւ սխրատ, չէ իմանալ զբանս հանճարով էլ գիտեին, որպես մեկ նախադասություն, շարունակությունը չգիտեին։ Եվ երբ որ հարցրի ասի, իսկ ինչ է նշանակում, ոչ բոլորը կարողացան դա ներկայացնել։ Սա շատ հետաքրքիր դրվագ է, ինչ եմ ասում։ Եվ այս կտորի վրա մտածելիս ես շատ հաճախ մտածում եմ, որ մենք իրականում ինքներս մեզ այդքան էլ լավ չենք ճանաչում, մենք մեր մտքերի մեջ բավարար չափով չենք խորանում եւ բավարար չափով չենք առերեսվում, բայց այնուամենայնիվ չերկարացնեմ եւ առաջին հայերեն գրավոր տեքստը աշխարհաբարով, որպեսզի նաեւ երեխեք դուք գիտեք օրինակ գիտեք հայերեն առաջին Մեսրոպ Մաշտոցը որ թարգմանել է, ո՞րն է? Հա? Ո՞րն է? Իսկ ինչ է դա նշանակում? Ինչ է դա նշանակում? Լավ, սենց անենք, ուրեմն հետևյալն է, սկսենք վերնագրից եւ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները առակ համար առաջին ճանաչել իմաստությունը եւ խրատը իմանալ հանճարի խոսքերը ընկալել խոսքի բարդ դարձվածքները հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Ես երբ դեռ լրագրող էի, մի ժամանակ փորձեցի հոդված գրել եմ մասին, թե ինչի է այնուամենայնիվ Մեսրոպ Մաշտոցը սկսել այդտեղից, ինչի է այդտեղից սկսել,
որովհետև եւ միջև հիմա դրա բացատրությունը չկա։ Ես ինքս ինձ համար, հատկապես վարչապետի պաշտոնում, շատ անընդհատ այս մտքի վրա խորացել եմ եւ հասկացել եմ, որ այդ առաջին թարգմանության մեջ շատ մեծ իմաստ կա, որտեղ ասում է ընկալել խոսքի բարդ դարձվածքները, որտեղ մենք երբեմն խոսքեր ասում ենք եւ երբեմն դիվանագիտության մեջ, պետական կառավարման մեջ, միջազգային հարաբերությունների մեջ, աշխարհաքաղաքական գնահատականների մեջ հատկապես խոսքերը երբեմն իրենց իմաստներով այդքան էլ միանգամից ընկալելի չեն կամ մակերեսին եղածը այն չի, ինչ որ կարող է տպավորություն թողել։ Եվ վերջին տարիներին մեր քաղաքականությունները մշակելիս մենք շատ հատուկ ուշադրություն ենք դարձրել հետևյալին, որ մենք պետք է հասկանանք խոսքի բարդ դարձվածքները, պետք է հասկանանք ճշմարիտ արդարությունը եւ պետք է ուղղենք իրավունքը։ Եվ սա ըստ էության մեր այսօրվա առաքելությունն է, եւ մեր այսօրվա առաքելությունն է, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ իմիջայլոց մի ուրիշ բանել եմ ուզում ասեմ, որի մասին խոսել եմ, որովհետեւ մենք որպես քրիստոնեությունը առաջին ընդունած պետություն, ես հիմա ուրիշ աչքով եմ նայում, օրինակ մասնավորապես առողջության ապահովագրության համակարգին։ Այդ միտքն էլ երեք Շենգավիթում ծագեց, որովհետև տարբեր թոշակառուների 65+ հատկապես մարդկանց հետ որ խոսում եմ, չգիտեմ ինչի միջալոց ժողովուրդ, առողջության ապահովագրությամբ ամենամեծ ծավալը աչքի հետ կապված վիրահատություններն են, չգիտեմ ինչի է, բայց ամենաշատը նախարարն էլ ասում, նախարարությունն էլ ասում, ամենաշատը աչքի հետ կապված վիրահատություններից են մարդիկ օգնում եւ այս վերջին օրն էլ ինչքան թոշակառուների հանդիպում եմ, ովքեր առողջության ապահովագրությամբ վիրահատվել են, հիմնականում աչքի հետ կապված է եւ այդտեղ էլ այս պատկերը ինձ հիշեցրեց նոր կտակարանի խոսքերը Մատթեոսի ավետարանի 11-րդ համարում, որտեղ ասում է Հիսուս Քրիստոսը ասում է, ահա գույրերը տեսնում են, հիվանդները բժշկվում են, որոտները մաքրվում են, կաղերը քայլում են եւ մեռյալները հարություն են ստանում։ Եվ իհարկե կարող ասածը չափազանցությունը չի, բայց իրականում այսօր փաստն է նա, որ եթե առողջության ապահովագրության համակարգը չլներ, ցավոք սրտի բազմաթիվ մարդիկ հնարավորություն բուժօգնություն չստանալով կմահանային։ Եվ ես ուրախ եմ նաև առողջության ապահովագրության այս համակարգը ես ընկալում եմ որպես քրիստոնեություն առաջին ընդունած պետության առաքելություն, որ պետությունը որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետական միավորում այդ ուղերձն է կատարածում եւ մեր քաղաքացիների տեսողությունն է լավացնում, կյանքն է երկարացնում, առողջությունն է բարելավում եւ սա շատ կարեւոր հոգեվոր այդ թվում առաքելություն է ինձ համար եւ մեր կառավարության համար։ Եվ ես ուզում եմ ասել, որ 2021 թվականին, երբ որ մենք եկանք եւ ձեզ ասացինք ապագա կա, դուք հավատացիք, այսօր այդ ապագան է, որովհետեւ այդ ապագայի մեջ է, որ հիվանդները բժշկվում են, կաղերը քայլում են, գույրերը տեսնում են, որոտները մաքրվում են եւ այն մարդիկ, ովքեր առողջության ապահովագրության չլինելու եւ առողջապահական ծառայությունները հասանելի չլինելու դեպքում գուցե եւ մահանային կամ մեծ հավանականությամբ կմահանային նրանք ապրում են։ Երբ որ 2021 թվին ասում ենք ապագա կա, մենք այս նկատի ունեինք եւ հետեւաբար ես եկել եմ ձեզ ասելու, որ այն ապագան, որը խոստանում ենք ձեզ, այսօր արդեն եկել է եւ ես ձեզ մեծ բոլորի շնորհավորում եմ այդ ապագայի առիթով։ 2026 թվականին
առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միջին կենսաթոշակը այնքան է, որ թոշակառուն կարա մի ամսվա ծայրը ծայրին հասցնի, ծայրը ծայրին հասցնի, ծայրը ծայրին հասցնելը մեր երազանքը չի, ժողովուրդ ջան, մենք չենք ասում, մենք մեր երազանքների գագաթնակետին ենք հասել, բայց ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում 16,000 դրամ է եղել, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, մենք 3 անգամ նվազագույն թոշակը բարձրացրել ենք եւ միջին եւ 2018 թվականից այսքան մենք 5 անգամ թոշակներ բարձրացնելու մասին որոշումներ ենք կայացրել։ Առողջության ապահովագրությունը, թոշակների բարձրացումը, ինչի համար ենք մենք այդ որոշումները կայացրել։ Ովքեր կան, որ թոշակառու են, տարածքում ովքեր կան, խնդրում եմ ձեր բարձրացրեք, էլի։ Խնդրում եմ ձեր Ինչ ենք մենք այդ որոշումը կայացրել, գիտեք, այդ որոշումները գիտեք ինչ եք կայացրել։ Որովհետև ձեզ սիրում ենք, դրա համար ենք կայացրել, որովհետև ձեզ սիրում ենք, որովհետև ձեզ սիրում ենք, որովհետև ես էլի ասում եմ, կապանում եմ ասել, ես ձեզնից յուրաքանչյուրին սիրում եմ այնպես, ինչպես իմ ծնողին եմ սիրում։ Ես ձեզնից յուրաքանչյուրին սիրում եմ այնպես, ինչպես իմ ծնողին եմ սիրում։ Եվ մեր գործունեությունը ամբողջը ուղղված է, որ մեր քաղաքացիները, երեխաների միջալուց, երեխաների առողջության ապահովագրությունը, մինչև 18 տարեկան բոլոր երեխաները առողջության ապահովագրության շահառու են պետական բյուջեի միջոցների հաշվին։ Դուք օրինակ երեխաներ ունեք, այո, ունեք քանի տարեկան է ձեր երեխան։ 16, իսկ դուք 65+ տարեկի ծնող ունեք։ Հիմա ես ուզում եմ ձեզ ասել, որ տեսեք, մենք հատկապես ձեզ համար ենք, կներեք, որ ձեզ եմ մատնացույց անում, համոզված եմ, որ էլի ձեր նման, հատկապես ձեզ համար ենք այդ համակարգը ներդրել, ինչի, որտեղ համոզված եմ, որ յուրաքանչյուր մայր, յուրաքանչյուր ծնող մտածում ասում է, հանկարծ եթե երեխաս առողջական խնդիր ունենա, ես ինչ եմ անելու, ես վարկի տակ եմ ընկնելու, ես տոկոսի տակ եմ ընկնելու, ես նույնիսկ վարկով կամ տոկոսով կարողանալու եմ այդ հարցը լուծեմ։ Մենք այդ հարցի պատասխանը եկել ենք ձեզ տալու։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ ձեր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ձեր կողքին եւ ինչպես ձեր խնդիրն է ձեր երեխայի առողջությունը, այնպես էլ մեր խնդիրն է ձեր երեխաների առողջությունը, որովհետեւ ձերնից յուրաքանչյուրի երեխաներին մենք եւ ես վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ իմ սեփական երեխաներին։ Հաջորդը նաեւ ծնողների համար։ Նաեւ ծնողների պահով։ Նա ով տարիքով ծնող ունի, յուրաքանչյուրը միշտ մտքում այդ լարվածությունը կա, որ եթե հանկարծ, որովհետև Աստված բոլորին առողջություն տա, բայց տարիքի հետ միշտ էլ առողջական խնդիրներ միշտ չէ, բայց երբեմն հաճախ ցավոք խնդիրներ են եւ նա, ես համոզված եմ, ես օրինակ այդպեսին եմ եղել եւ համոզված եմ բոլոր այդպեսին են, նա տարիքով ծնող ունի, միշտ մի լարվածություն ունի, ասում է, բա որ հանկարծ իմ ծնողին մի առողջական խնդիր ծագեց, ոնց եմ ես լուծելու այդ հարցը, կարողանալու եմ լուծել, թե չեմ կարողանալու լուծել։ Եվ այսօր ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք դրա մասին առնվազն մեծ մասով մտածելու կարիք չունեք, որովհետև ձեր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ձեր կողքին եւ ասում է, որ այդ խնդիրը մենք կլուծենք, որովհետև ձեր խնդիրը ձեր պետության խնդիրն է եւ ձեր պետության խնդիրը ձեր խնդիրն է։ Թոշակառուների պարագայում ես գիտեմ, որ իմիջիալոց այդ չէինք էլ ֆայմել, չէինք մտածել։ Այդ հետո որ սկսեցինք մարդկանց հետ շփվել, մարդիկ թոշակառուները իրանց մեծ գլխի գցեցին, որովհետև լիքը թոշակառուներ կան, ովքեր քրոնիկ հիվանդություններ են ունեցել եւ իրանք ամսական իրանց թոշակի, ասենք նույնիսկ այդ 30-40 հազարը
մի 20,000, մարդ կա 30,000, մարդ կա նույնիսկ ասենք իրանց երեխեքը կամ բարեկամներ օգնել են, իրանց դեղերի են տվել։ Այսօր այդ մարդիկ դեղերը ստանում են առողջության, ապահովագրության համակարգով եւ այս դեպքում նրանց թոշակը ոչ թե 10 կամ 20,000 դրամով ավելացել փաստացի եկամուտը որ մնացել է գրպանում, այլ ավելացել է երբեմն 30, երբեմն 40, երբեմն նույնիսկ 50,000 դրամով։ Ինչի համար ենք մենք սա արել, ինչի համար ենք մենք սա անում։ Մենք անում ենք, որովհետև ձեզ սիրում ենք, ժողովուրդ ջան, որովհետև մենք ձեզ սիրում ենք, ժողովուրդ ջան, մենք եկել ենք ձեզ ասելու, որ մենք ձեզ սիրում ենք, ժողովուրդ ջան։ Եվ ես հույս ունեմ, որ նույնիսկ առանց մեր ասելու, որ նույնիսկ առանց մեր ասելու դուք այդ սերը զգացել եք եւ զգում եք։ Այդ նույնը նաեւ վերաբերվում է իմիջիալոց մեր վարած արտաքին քաղաքականությանը եւ գիտեք 2020-21 թվականին, 22 թվականին, 23 թվականին, 24 թվականին մենք բարդ որոշումներ ենք կայացրել, որովհետև հասկացել ենք, որ որոշումները կայացնելը մեր պարտքն է։ Ինչու է մեր պարտքը, որովհետև էլի եմ ասում, մենք հասկացել ենք, որ այս երեխեքը, երեք ես չարբախում ասցի, ես չեմ հասկանում ինչ է կատարվում, այս քաղաքական միջոցառումներին սենց երեխեքը գնալով ավելի շատ մասնակցում են, բայց ինձ թվում է մի կարևոր գոնե ինձ համար շատ կարևոր է բացատրությունը մի շատ կարևոր բան է տեղի ունեցել վերջին տարիների փոփոխությունների արդյունքում երեխեքի հետ կապված, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ծնված ամեն երեխայի վզից 1000 ներողություն այդ բառի համար մենք պատմական խնդիրների ահռելի բեռներ են կախել։ Երեխան ծնված օրվանից արդեն եղել է պատմական ինչ-որ անտանելի բեռների տակ։ Եվ ես իմ պարտքն եմ համարել, որ ի վերջո այս երեխեքը ազատություն ստանան, ապրելու ազատություն ստանան, ապագայի եւ ոչ թե անցյալի մեջ լինելու ազատություն ստանան եւ ամենակարևոր նորությունը որ այսօր ես եկել եմ ձեզ ասել եւ որի առիթով ուզում եմ ձեզ շնորհավորել այնա որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը հաստատվել ժողովուրդ ջան խաղաղությունը հաստատվել եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ խաղաղության առիթով եւ այսօր շատ են կասկածի տակ դնում այդ խաղաղությունը, առիթ, անառիթ, անուն են դնում խաղաղությանը, կա այդ խաղաղությունը, չկա այդ խաղաղությունը, իսկական այդ խաղաղությունը, իրական այդ խաղաղությունը, թե մտածածին է, թե օրինովի է, ես այս հարցին պատասխանելու համար մեր խաղաղությունը, որը 9 ամսվա 9 ամսեկան է, մեր 9 ամսեկան խաղաղությունը համատում եմ 9 ամսեկան երեխայի հետ, 9 ամսեկան երեխան կա իրականությունը, անհատ է, մարդ է, ավելին ասեմ, այն ընտանիքներում կա մարդ, հրապարակում կա մարդ, որի տանը 9 ամսեկան երեխա կա, ձեր տանը, այդ 9 ամսեկան երեխան համոզված եմ, որ ձեր ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունը 9 ամսեկան ցանկացած երեխա իր ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ նրա ուրախությունն ու երջանկությունը այդպեսին է նաեւ խաղաղությունը որովհետեւ ես տեսնում եմ որ Հայաստանի ժողովուրդը ի վերջո հանդարտվել է Հայաստանի ժողովուրդը ի վերջո ուրախ է ինչի է ուրախ ժողովուրդ որովհետեւ 2 տարի է մենք զոհ եւ վիրավոր չունենք հակամարտության բերումով 2 տարի է մենք զոհ եւ վիրավոր չունենք հակամարտության բերումով 2025 թվականը առաջին օրացուցային տարին է երբ որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել պատկերացնում եք մեր պատմության մեջ 91 թվից մենք գոնե մի տարի չենք ունեցել որ զոհեր եւ վիրավորներ չունենանք եւ հետեւաբար բայց շատերը կան ասում են չէ մեր ժամանակ նախկիններում խաղաղություն էր նրանց համար խաղաղությունը է դա որ ամեն տարի զոհեր լինեն վիրավորներ լինեն
բայց իրանք ապահով իրանց դարպասների եւ պարիսպների հետևում թաքնված լինեն, որովհետեւ այդ մարդիկ այսօր երկրի անվտանգության մասին են իբր խոսում, սահմանի մասին են խոսում, ես իրանց ասում եմ, դուք եւ ձեր զավակները սահմանին մի կրակոց չեք արձակել, դուք կրակոցներ արձակել եք մասնավորապես Երևանի կենտրոնում, Տեցի կռուգում, չգիտեմ, Աբովյանում, Բալահովիտում, բայց սահմանին ձեր երկրի պաշտպանության համար դուք մի կրակոց չեք արձակել եւ հետեւաբար ձեր կռիվը, այն կռիվը, որ տալիս է պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ուրիշ բանի համար է, Հայաստանի Հանրապետությունում, Երևանում, Աբովյանում, Աշտարակում, չգիտեմ, ամենուր կրակելու եւ անպատիժ մնալու իրանց իրավունքը վերականգնելու համար է եւ ես չեմ հավատում որ Հայաստանի ժողովուրդը իրանց այդ հնարավորությունը նորից կտա չեմ կարող հավատալ որ Հայաստանի ժողովուրդը իրանց այդ հնարավորությունը կտա իրանց պայքարը ժողովուրդ ջան 2018 թվականից մենք ասել ենք որ թալանվածը վերադարձնելու ենք 2018 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 66 միլիարդ լրացուցիչ գումար մտել, որը հեղափոխությունից առաջ իրանց գրպաններն են գնում։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը բերեմ։ 2018-ից 2023 թվականը ներողություն 25 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամի ավել փող վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիների ընթացքում 300 միլիարդ դրամի։ Եվ դուք հարց կտաք, կասեք, բայց գումարներն ինչ են եղել։ Այդ գումարները դառնում են դպրոցներ, այդ գումարները դառնում են մանկապարտեզներ, այդ գումարները դառնում են բժշկական կենտրոններ։ Մենք աշտարակում ենք պոլիկլինիկան վերանորոգեցինք, Թալինում բժշկական կենտրոն եւ այլն։ Այդ դառնում է թոշակ, այդ դառնում աշխատավարձ։ Մեր երկրում այսօր 700,000 դրամ ստացող շարքային զինվորական կա, շարքային զինվորական։ Մեր երկրում այսօր 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Մեր երկրում գիտության ֆինանսավորումը 2018 թվականի նկատմամբ 17 թվականի նկատմամբ 208 անգամ ավելացել է աշտարակ խոշորացված համայնքի եւ ընդհանրապես աշտարակ Արագածոտնի մարզի համայնքների դոտացիաները 2.5-3 անգամ կրկնապատկվել են եւ դեռ ավել ահա թե ուրագրած է սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել որոնց մոտավորապես 50 եւ ավելի տոկոսը ֆինանսավորվել է պետական բյուջեի կողմից դրանք դարձել են ճանապարհներ դրանք դարձել են լուսավորություն դրանք դարձել են ջրագծեր դրանք դարձել են գազի համակարգ եւ այլն եւ այդպես շարունակ դրանք դարձել են երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ այսօր պետությունը երրորդ ծնված երեխային յուրաքանչյուր ընտանիքի ամիսը 50,000 նպաստ է տալիս միջև նպաստ բառը ես չեմ սիրում աջակցություն է տալիս միջև երեխայի 6 տարեկան դառնալը դա երբ է եղել նախկինում տենց բան ժողովուրդ ջան երբ որ 2021 թվականին ասում էինք ապագա կա այդ նկատի ունեինք այդ թվում այդ նկատի ունեինք թալանվածը վերադարձի հետ կապված այսօր մեզ շատ են հարցնում ասում են Այն չափերով չի վերադարձել, բայց ես ուզում եմ ձեզ օրինակներ բերեմ։ Հենց այսօր տեղի ունեցել մի շատ կարևոր իրադարձություն։ Կոտայքի նախկին մարզպետ, նույն Գագիկ Ծառոկյանի փեսա, Կարապետ Գուլոյանի դղյակը դե յուրե վերջնականապես կադաստրի թղթով դարձել է Հայաստանի Հանրապետության, այսինքն բոլորից սեփականությունը։ Մենք Ֆինանսների կլինի շարունակական, բայց եմ ասում, սպասեք Ֆինանսների նախկին նախարարի տունը, որ ապօրինի կերպով ձեռք էր բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվել է եւ հիմա գործընթաց է գնում Հայաստանի դատախազության հայտի հիման վրա, որ այդ գնի 70%-ը կարծեմ փոխանցվի Հայաստանի պետական բյուջե։ Ինչի 70%-ը։
որովհետև իրանց օրենսդրությամբ եւ կարգավորումներով որոշակի համակարգեր կա։ Ավելին ասեմ, Հայաստանի էլեկտրական ցանցերը շուտով նաեւ դե յուրե, բայց հիմա դե ֆակտո պետական է եւ վերադարձված է կոպեկներով սեփականաշնորհածը վերադարձված է ժողովրդին։ Եվ այդ մարդիկ հələ մի հատ էլ ասում են, մենք հարուստ ենք, մենք տեսած ենք, ոնց կարա տեսած համարվի մարդը, կալուկացի օլիգարխը, Ժողովուրդ ջան, մեր մանկապարտեզների վրա ավել գումար ա գրել, մեր զորամասերի վրա ավել գումար ա գրել, մեր պետական մարմինների վրա ավել գումար ա գրել, եւ այդ մարդիկ ասում են մենք տեսած ենք, մենք հարուստ ենք, դուք տեսած չեք, դուք չտեսեք, դուք հարուստ չեք, դուք գողցող եք։ Եվ մենք այդ գողացածը, այո, միջև հիմա հատիկ բերել ենք եւ ինչպես ասացի շարունակաբար հատիկ բերվելու է, բայց դրա համար շատ կարեւոր մի բան կա, Գիտեք իրականում այդքան է կամած չի, 6.6 միլիարդ դոլար, Ժողովուրդ ջան, 6.6 միլիարդ դոլար, հեղափոխությունը որ չլներ, այդ 6.6 միլիարդ դոլար իրանց գրպաններում էր լինելու, իրանց գրպաններում, եւ իրանք դրանից են զրկվել, դրա համար է իրանց վնգոցը տենց դուրս գալի, հա շատ մարդիկ կան ասում են ավելի հատուեր պետք անել, ասում են ինչի են այդ մարդիկ ազատության մեջ, բայց ես ուզում եմ մի բան էլ դուք արձանագրեք, ես 2018 թվականի մայիսի 8-ին ընտրվել եմ վարչապետ եւ 2018 թվականի մայիսի 9-ից մենք եւ մեր քաղաքական թիմը մենք 23 ճակատով ենք կռիվ տվել, 23 ճակատով, պատկերավոր ես ասում եմ, մենք կռիվ ենք տվել 23 գլխանի հրեշի դեմ, այդ գլուխները կտրելով եկել ենք մնացել է վերջին 3 գլուխը, եւ ես իրեցու ընտրություններում, մենք իրար հետ, պետք է այդ վերջին 3 գլուխն էլ կտրենք, եւ Քոչարյան, Սերժ, Գագիկ, Ծառուկյան, Կալուկացի օլիգարխ, նախկին բոլոր այդ մարդկանց, ովքեր Հայաստան առաջնորդել են դեպի թակարդ, եւ այդ թակարդում պահելու քաղաքական առաքելություն են ունեցել, մենք այդ էջը պետք է փակենք եւ դրա համար կա կոնկրետ օր եւ կոնկրետ ժամ 2026 թվականի հունիսի 7 ժամը 20:00-ին ընտրական տեղամասերը փակվում են եւ այդ ընտրական տեղամասերի հետ պետք է փակվի նաեւ պատերազմի երրագլուխ կուսակցության, երրագլուխ մաֆիայի էջը հավիտյան։ Եվ Ժողովուրդ ջան, սրա համար անհրաժեշտ է մենք այս բոլոր խնդիրների լուծումը մաքսիմալ պարզեցրել ենք ձեզ համար, որպեսզի այն գործողությունը մենք հիմա չենք ուզում դրանից էլ ենք հետևություն արել, չենք ուզում անընդհատ ձեր տներից հանենք, ասենք եկեք ցույց արեք, երթարեք, ես արեք են անենք իրար հետ։ Մենք գործողությունը հնարավորինս պարզացրել ենք եւ գործողությունը հնարավորինս պարզացնելու արդյունքում մենք հետեւյալն ենք ասում, երեխեք օգնելու եք ինձ։ Եվ հետեւյալն ենք ասում 2026 թվականի հունիսի 7-ին գնանք ընտրական տեղամասեր հետևյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է նաև հասկանալ թե ինչու ենք քվեարկում 16-ին որտեղ այդ քվեարկությունը ինքնանպատակ չէ իսկ 16-ին քվեարկում ենք որովհետև պետությանը պետք է ասենք տեր ենք բարձր իրանից բայց չէ ես ցույց կտամ նոր սպասեք տեն չի դե նորից միած սկզբից սկսում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը,
Օշականին, աշտարակին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Երեխեք հիմա պետք է իրար հետ կազմակերպված այստեղ հերթեք կանգնում, ես ստեղ կանգնում եմ եւ հերթով մոտենում եք, քարտեզ եմ ձեզ նվիրում ու սենց մյուս կողմից դուրս եք գալիս։ Պարզա չէ, ստեղ ստանում եք, այդտեղ հերթեք կանգնում, սենց ստանում եք, սենց դուրս եք գալիս, որ կարողանաք ճիշտ կազմակերպել։ Ուրա, Լեոնարդո, ուրա։ Ես այս նաստապան կերեք գալիս։ Քարտեզ։ Բարև եղբայր, արի։ Հերթով, դավոր։ Անցի եղբայրս։ Բայց քարտեզ է թե մագնիս։ Կարելի է մատնակարվել։ Չէ, գետնին վերցրեք չթողեք հանկարծ։ Բարև եղբայր ջան, ո՞նց ես։ Լավ դուք։ Լավ եղբայրս։ Իսկ կարաք մատնակին քուրիկ։ Հա, եղբայր ջան, իհարկե կողմ։ Խփած կելի թողել։ Մերսի։ Դες այդ փուճուրով ավելի հարմար է։ Շնորհակալություն շատ։ Ես եմ շնորհակալ։ Կամ կարողam ձեզ։ Հայր։ Ինչ նախնդիրը։ Լևոն, Մերսի։ Զույգ երեք։ Հա? Զույգ երեք։
Բարի եղբայր, լավ։ Բարի եղբայր։ Հա։ Իսկ նա չկպնեք։ Դե սենց դուրս եկի։ Լավ եք։ Լավ եղբայր։ Երկու հատ։ Այո։ Քարտեզ ձեզ։ Շատ կարան նկարվենք։ Իհարկե։ Մի փոքր հետ։ Մերսի շատ։ Կարան նկարվեմ։ Դա իհարկե։ Կարվենք էլի։ Մերսի շատ։ Բարև ձեզ, կարող ենք նկարվել։ Այո։ Ով եք սա։ Կանք նկարենք։ Բարի եղբայր։ Կարել է ձեզ հետ։ Հա, իհարկե։ Իմ հերթ արդեն երկու թորնիկիս հլա, ես չեմ ուզում կտակ երեխաների։ Ժորդ այդ սիգնալները նշանակում է, որ մեր ժամանակը սպառվել։ Տուր քարտեզներ տուր։ Ժորջան արդեն պետք է գնանք։ Աշինյան ջան, կներեք երկու բարեմ։ Ասեք։ Չէ, այդտեղից ասեք, որովհետև այսքան մարդու մեջից քարտեզ։ Ասեք, Արդեն Ես եմ շնորհակալ։ Աշինյան ջան, ես եմ թորնիկը Սարայում ինքան եմ շնորհակալ ձեզ։ Շնորհակալ եմ։ Երազում եմ, որ ձեզ հանդիպեմ։ Դե հանդիպեցինք։ Գնացինք Ժորջան, գնա։ Արագ, էլի արագ խնդրեմ։ Արագ։ Բաբա, Տուր ես նկարեմ։ Մերսի։ Երկար կյանք։ Ժորջան ուշանում ենք արդեն, ուշանում ենք։ Քարտեզ։ Ով էր ուզում քարտեզ։ Ես եմ ուզում։ Քուշ գետնին ընկավ վերցրի։ Հաջա։ Քարտեզ։ Ուշանում ենք եղբայր։ Այսպեսին էր ուշականը։ Սիրում եմ բոլորը։